կանանց տնտեսական եւ ակտիվացումը, ընդհանրապես այս քաղաքականությունը, կանանց ավելի մեծ ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այս մեր քաղաքականությունը ինչ ազդեցություն է ունենում մեր ժողովրդագրական իրադրության վրա եւ արդյոք մենք այդտեղ խնդիրներ ունենք, ակնհայտ է, որ այդ խնդիրներ ունենք, բայց իմ հարցը հետեւյալն է, եւ ես հիմա չէ որ պատասխան եմ ակնկալում, կամ եթե ունենք պատասխանը, շատ լավ, եթե չունենք, եկեք գնանք այս հարցին էլ հետազոտ, այս հարցին էլ պատասխանենք, որովհետեւ այդ հարցը իրոք կա եւ այդ հարցը հասցեագրվելու եւ պատասխան ունենալու կարիք ունի։ Այսինքն իսկ հարցը հետեւյալն է. ինչքանով են կանայք, ովքեր ակտիվ են տնտեսության մեջ, աշխատում են եւ այլն, ինչքանով են ավել կամ պակաս հակված երեխա ունենալ։ Շատ ուղիղ հարց է։ Իհարկե մենք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիր ենք իրականացնում, այդտեղ որոշակիորեն բալանսավորելու համար հնարավոր խոչընդոտները 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար դայակների ծրագիր ունեինք եւ այլն, բայց այս հարցը նույնպես մի շատ կարեւոր է, որ մենք այսօրվա մեր քաղաքականությունների առնչության վերաբերյալ պատասխան ունենանք եւ եթե այդ պատասխանը մեզ չի բավարարում, նաեւ հասկանանք այս ուղղությամբ ինչ լրացուցիչ ջանքեր ունենք գործադրելու։ Խնդրեմ, եթե արձագանք ունեք, հետո մյուս գործընկերներ։ Եթե թույլ կտաք, պարոն վարչապետ, նախ ասեմ մեր բնակչության կառուցվածքին, որ անդրադարձակ, այո, մենք վերջին մարդահամարի տվյալներով 52.8% կազմում են կանայք մեր բնակչության, 47.2% կազմում են տղամարդիկ։ Հետևաբար մեր երկրորդ բլոկում, երբ խոսում ենք զբաղվածության ու տնտեսական ակտիվության մասին, 23 թվականին Համաշխարհային բանկի կողմից հրապարակած 22 թվականը ներառյալ վերջին հետազոտական տվյալներն ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի կազմում կանանց մասնակցությունը կազմել է ընդամենը 48.2%, մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը 71.2% է։ Այս պարզ ցուցանիշով 30% շուրջ խզվածքով մենք տեսնում ենք, թե ինչքանով կանայք չեն մասնակցում մեր տնտեսության զարգացմանը, բայց դա էլ ուղիղ փոխկապակցված է ձեր կողմից մատնանշած մյուս խնդիրներին, որոնք ես հավատացած եմ, որ մենք հասցեագրել ենք թե ժողովրդագրության ռազմավարության գործողությունների ծրագրով եւ թե զբաղվածության ռազմավարությամբ, որտեղ հատկապես խոսել ենք խնամառության բարձր ինդեքս ունեցող ընտանիքների մասին, քանի որ կինը բացի իր վերարտադրողական առանձնահատկությունը ունի նաեւ հիմնականում սոցիալական դերով, գենդերով պայմանավորված խնամառության բարձր ինդեքս։ Ավելի պարզ ասեմ, տան ընտանիքի որևէ մեծահասակի հիվանդություն ունեցող որևէ անձի միշտ խնամում են կանայք։ Հետևաբար, բացի այն վերարտադրողական պարտականությունը, երբ նրանք 25-ից 34 տարեկանում աշխատաշուկայից դուրս են մնում, չնայած որ մենք պետական որոշակի ծրագրերով աջակցում ենք երեխայի ծննդյան նպաստներ ենք վճարում, մեծ մանկապարտեզներ են կառուցում եւ կարողանում ենք ինչ-որ կերպ աջակցել կանանց, այնուամենայնիվ նրանք իրենց կարողությունները որոշակի ժամանակում կորցնում են։ Երբ գալիս է ժամանակը վերադառնալ աշխատաշուկա, արդեն նախ ունենում են կորսված աշխատանքային տարիներ եւ կարողություններ, ու այստեղ էլ այդ վերակրթման կարողությունների զարգացման շատ կարևոր ծրագրերն են անհրաժեշտ եւ զուր չէ, որ մենք մեր զբաղվածության ռազմավարության մեջ երրորդ թիրախը հենց այս կանանց վրա ենք կենտրոնացրել։ 30-ից 40 տարեկան այն կանայք, որոնք աշխատաշուկա վերադառնալու եւ տնտեսական ակտիվություն ծավալելու անհրաժեշտություն ունեն։ Մենք այս ռազմավարական ծրագրով հատուկ նոր հետազոտություններ ենք իրականացնելու, որը երբևէ Հայաստանում չի հետազոտվել եւ մյուս երկրներում էլ նոր է սկսել խոսակցությունները այս թեմայի շուրջ, դա խնամքի տնտեսության մասին է, հենց այն իմ նշած թիրախմբերն են, ովքեր տանը ունեն կախյալություն ունեցող անձինք եւ մենք մարդկային պոտենցիալը այսպես թե այնպես կորցնում ենք որևէ հարազատի տեսքով, քանի որ շուկայում նաեւ չկան այդ ծառայությունները մատուցող կազմակերպություններ։ Հետևաբար այս ամենը շատ մեծ համակցված գործողությունների ճանապարհ է, որը պիտի անցնենք, բայց քանի որ ճանապարհային քարտեզում հստակ տեսնում ենք արդեն անելիքները, կարծում եմ որոշակի տարիներ անց արդեն ծառայությունները լիարժեքորեն երբ որ տեղակայված լինեն, ակտիվացման ծրագրերն էլ տեղում լինեն, մենք չենք խանգարի կանանց իրացնելու իրենց վերարտադրողական, այսպես ասեմ, պարտականությունները, միևնույն ժամանակ լինել աշխատաշուկայում, չվնասելով ընտանիքին եւ երեխաներին։